Դե ինչ, շարունակվում է առավոտ լուսոն սիրելի հեռուստադիտողներ ու մենք ասում ենք բարի լույս բոլոր նրանց, ովքեր հենց նոր միացան մեզ, հիշեցնելով, որ առավոտ լուսոն աշխատում է առաջին ալիքի ուղիղ եթերում առավոտյան 9-ից մինչև 11:30 րոպե։ Այո, եւ մենք մոտեցանք, կամաց մոտեցանք ամենահամեղ պահին, եւ իհարկե դա խոհանոցն է։ Այո։ Իսկ մեր խոհանոցում այսօր հյուրընկալել ենք Յուլիա Ֆինկին։ Բարի լույս, Յուլիա։ Բարի լույս։ Ուրախ ենք առավոտը սկսել քեզ հետ, մեր տաղավարում, ինչպես է քո տրամադրությունը։ Շատ բարձր, որովհետև երկու գեղեցկուհիների հետ եմ այսօր առավոտը սկսում։ Այսօր տաղավարում 3 գեղեցկուհիներ են։ Այո։ Անցնենք առաջ եւ պատմիր, թե ինչ ես պատրաստելու այսօր։ Պատրաստելու եմ արագ, բաղադրատոմս, գրենկի, հացով, բայց ավելի մի քիչ քաղցր տարբերակով կաթով, իմ բաղադրատոմսով, այսպես, եւ նաեւ թեթև աղցան ռոկֆորով, թթվասերով, այսպես։ Ես առաջարկում դու սկսես արդեն աշխատանքը, Յուլիա, բայց ամեն առավոտ նախաճաշում ես։ Ոչ։ Ինչպես բոլորը։ Ես ամեն անգամ դա հարցնում եմ եւ ուզում եմ հասկանալ, թե թվով ինչքան քիչ մարդ է առավոտյան արթնանում եւ նախաճաշում։ Ես էլ միշտ զարմանում եմ, որովհետեւ իմ նախաճաշը սուրճն է։ Ահա։ Մերն Բայց համոզված եմ, որ երեխաները նախաճաշում են։ Ինչ են նախընտրում տղաներդ առավոտյան ուտել։ Այս պահին, քանի որ դպրոց են հաճախում, ավելի շատ այնտեղ են նախաճաշում, բայց պարտադիր իրենց հետ ինչ-որ բան դնում եմ, թեթև տարբերակներ, այսպես։ Ես նաև պետք է խնդրեմ շաբաթ-կիրակի ավելի շատ։ Շաբաթ-կիրակին ընտանեկան առավոտներն են։ Դեռ կանրադառնանք, բայց խնդրեմ Յուլիա նաև ներկայացնես, թե ինչ բաղադրիչներ են մեզ պետք աղցանը պատրաստելու համար եւ ոչ միայն։ Դե հիմա առաջինը կպատրաստենք բագետով գրենկիները, այս դեպքում հարկավոր է ավելի սպիտակ հաց, կաթ, ձու, կարագ եւ նախապես ես խառնել եմ շաքարավազը դարչինով, դա էլ կավելացնենք, իսկ հետո արդեն ըստ նախասիրության կարող եք վերջում մուրաբա, ինչ որ շոկոլադային տարբերակներ կամ օրինակ մեղր։ Այո, կամ մեղր։ Իսկ հիմա անցնենք, թե ինչ են նախընտրում տղաները առավոտյան նախաճաշի համար։ Ոայ, իմ տղաները հիմա այն շրջանում են, որ միշտ սոված են ու անընդհատ են հենց մամա եմ լսում, արդեն գիտեմ, որ ասելու են, որ մամա մի բան տուր ուտելու։ Նախաճաշի դեպքում էլի էս տարբերակն է, ինչ որ կարտոֆիլով տարբերակ ունեմ, այսպես պիցայի նման իտալական ձվածեղ է։ Դա են սիրում ինչ լավաշով, ինչ որ պանիրով տարբերակներ, այդպես էլի բուտերբրոդների նման տապակում եմ, այդ տարբերակներն են նախընտրում, մեկը ձու է սիրում, մեկը չի սիրում, մեկը խաշած է սիրում, մեկը տապակած է սիրում, մեկը աչք ձու է սիրում։ Ոչ լավ է չէ բացատրում։ Բայց ինչ հանգիստ է բացատրում, իհարկե մենք պատկերացնում ենք, թե այդ ամենի տակ ինչքան լարվածություն է թաքնված, որ նախաճաշը, ճաշն ու ընթրիքը բոլորի սրտով լինի, եւ տանը ոչ ոք չբողոքի։ Նորմալ սնվում էին, ամեն ինչ ուտում էին, շիլաներ, դդումով սուպեր էի պատրաստում, ամեն ինչ պատրաստում են, այնքան է ուրախանում, որ իրենք ամեն ինչ ուտում են, իսկ հիմա ամեն օր նույնիսկ իրենց սիրած բաղադրատոմսով ինչ-որ բան երբ որ պատրաստում եմ, կարող է հայտարարեն, որ ես դա չեմ սիրում։ Սա նշանակում է երեխաները մեծանում են եւ փոխվում է նաեւ նրանց բնավորությունը եւ նախասիրությունները։ Այո, ահա։ Իհարկե մենք այս ընթացքում հասկացանք, որ շատ է սիրում խոհանոցում լինել եւ պատրաստել, բայց նաեւ տարբեր հարցազրույցներին հետեւելով գիտենք, որ գուրման ես, սիրում ես համեղ, գեղեցիկ ուտեստը վայելել, իսկ արդյոք պատրաստելու համար եւս տրամադրում ես հստակ ժամանակ, որ ոչ միայն համեղ լինի, այլ նաեւ գեղեցիկ է, որքանով է առողջ ու համեղ սնունդը քեզ համար կարեւոր։ Իսկապես գուրման եմ, սիրում եմ ամեն ինչ փորձել, չեմ խուսափում, երբեք չեմ վախենում, դրա համար ամեն ինչ փորձում եմ, պատրաստել սիրում եմ, իհարկե հիմա մի քիչ ժամանակ ունեմ դրա համար, մի ժամանակ պատրաստում էի ավելի շատ, երբ որ տանն էի եւ ծրագրել էի, այսպես մտածում էի, որ ինչ-որ վլոգի նման ինչ-որ բան կանեմ, խոհանոցային տարբերակով, բայց հիմա դեռ ժամանակս չի ներում, սիրում եմ շատ գեղեցիկ մատուցել, այո, եւ դրա համար ես շոփինգի այդքան չեմ գնում, ինչքան հագուստի համար, ինչքան սպասքի համար, որովհետեւ շատ եմ սիրում սպասք։ Եվ այսպես սպասքի մեծ տարբերակներ ունեմ, տեսականի ունեմ,
Մատուցում եմ գեղեցիկ, սիրում եմ գեղեցիկ եւ համեղ սնվել։ Ոչ միշտ է ստացվում, որ առողջ սննդակարգ եմ պահում, որովհետեւ չեմ կարողանում, երբեք դիետաներ չեմ պահել, որովհետեւ չեմ կարողանում հրաժարվել համեղ ուտեստներից ուտելիքից։ Երբեք չեմ, ավելի լավ է ես մի փոքր փորձեմ ուտեմ հանգստանամ, քան ես լարված մնամ, որ չեմ կերել տա։ Բայց իրականում այո, դիետաները նաև խանգարում են այս հարցում, որովհետև մենք զրկում ենք մեզ այդ փոքրիկ հաճույքներից, հատկապես եթե սիրում եք համեղ ուտել։ Բայց ոչ բոլորն են լինում գուրման եւ երբեմն նրանց մոտ ավելի հեշտ է տրվում այդ դիետա ասվածը։ Բայց երբ գուրման ես եւ սիրում ես համեղ ուտել, ապա այո, շատ դժվար է։ Հետո ես դիետաներով երբեք փորձել եմ, բայց չեմ նիհարել, չի ստացվել, ավելի շատ ինչ որ սննդակարգ եմ պահում, եթե հարկավոր է, որովհետև չեմ կարողանում այդ կոնկրետ գրեչկան թրջած պահել եւ ուտել, չգիտեմ, այդ տիպի ուտեստները երբեք չի ստացվում, որովհետև չեմ կարողանում, պետք է համեղ լինի ամեն ինչը։ Առիթն օգտագործելով կարող ենք մեր հեռուստադիտողներին էլ եւս մեկ անգամ հիշեցնել, որ հիմա նույնիսկ մասնագետները խորհուրդ են տալիս չհետևել տարատեսակ դիետաների եւ մեկ այլ մարդու պահած դիետայի այդ խորհրդին, որովհետեւ շատ ինդիվիդուալ է եւ պետք է մասնագետի հետ խորհրդակցել, հասկանալու եւ ճանաչելու համար ձեր օրգանիզմը, այդտեղից էլ արդեն կարող եք հետևություններ անել, ինչ սնունդ եւ ինչպես պետք է օգտագործել, իսկ Յուլիան արդեն խառնում է դարչինը, շաքարավազի հետ։ Այո, ձուն կոտրեցինք, ավելացնում ենք մի քիչ աղ, պարտադիր եւ հիմա մի քիչ շաքարավազը դարչինով կավելացնեմ, հետո վերջում էլ արդեն պատրաստ ժամանակ կավելացնեմ։ Նաեւ ավելացնում ենք կաթ։ Շատ հաճախ նաեւ մի քիչ թթվասեր եմ ավելացնում, բայց այսօր ավելի կաթով տարբերակը կփորձենք անել։ Սա իմիջիայլոց կարող են նաև անել ջեռոցում։ Ավելի հեշտ է եւ արագ, երբ որ միանգամից, շատ տարբերակներով դնում ես եւ թխվում է։ Ես հիմա հստակ կարող եմ համոզված եմ ասելով, որ Յուլիան իսկապես գուրման է, որովհետև ես շատ կոնսերվատիվ եմ, գիտես, ուտեստների նկատմամբ։ Գիտես, գիտեմ։ Մենք հաճախ ենք զրուցում մեր սիրելի ուտեստներին քաղցրով, երբեք ընդունելի չէ եւ օրինակ նախաճաշին ես երբեք դա չեմ օգտագործի, բայց հիմա երբ դու պատրաստում ես, Յուլիա, հուսով եմ կփորձես, ես մտածում որ կարելի է փորձել։ Ինչու ոչ։ Օրինակ ես գիտեմ շատ հաճախ նաև ձվածեղն են ուտում շաքարավազով։ Այո, ես էլ մեղրով ձվածեղը, այո։ Ես այդպես չեմ նախընտրում, բայց գիտեմ, որ օգտագործում են այդպես։ Իհարկե ձվածեղը մեղրով չեմ փորձել, չգիտեմ ինչ համ ունի, բայց երբեմն կարելի է փորձել ամեն դեպքում, բայց վերջին շրջանում հատկապես, քանի որ մենք օգտվում ենք ոչ միայն մեր հայկական կամ տարածաշրջանի խոհանոցից, այլ նաև միջազգային խոհանոցն է բացել համացանցի շնորհիվ իր դռները ամբողջ աշխարհի առաջ, մենք գիտենք, որ շատ հաճախ օգտագործում են քաղցր կծու համերը, այսպես հակադիր համեր օգտագործելով երբեմն շատ ավելի հետաքրքիր տարբերակներ ու համային ռեցեպտորները շոյող ինչ որ համեր ենք ստանում։ Դու ինչ համեր ես սիրում, Յուլիա։ Ես այդ բոլոր համերը սիրում եմ եւ էքսպերիմենտներ եմ անում, ընդհանրապես շատ եմ սիրում տարբեր պրիպրավաներ, համեմունքներ, այո։ Ես այդպես պատրաստում եմ խոզի միս, որտեղ մեղր է, տոմատ է, սոյայի սոուս, մանանեխ, սև բիբար, այսպես շատ հետաքրքիր խառը համային խառնուրդ է ստացվում, երբ որ ինքը եփվում է ու տապակվում է, շատ համեղ ու նուրբ է դառնում։ Այսինքն այդ քաղցրությունը իրեն ընդհանրապես չի խանգարում։ Մենք հասկացանք, որ նախաճաշը պարտադիր չէ ձեր ընտանիքում, թե երեխաների, թե քեզ համար, իսկ ճաշն ու ընթրիքը դրանք պարտադիր են, նախաճաշը իհարկե արդեն պարտադիր շաբաթ կիրակի, որովհետև մնացած օրերին ավելի վաղ ենք արթնանում, երեխաները գնում են դպրոց, մենք այդպես շատ չենք նախաճաշում, ավելի շատ սուրճ, ինչ որ սուրճի հետ, ինչ որ թեթև, ինչ որ բաներ, բայց ճաշը, այո, ընթրիքը ճաշը պարտադիր պայման է։ Չնայած էլի տարբեր ժամերի ենք, երեխաները դպրոցից գալիս են տուն ուրիշ ժամի են սնվում, ես ուրիշ ժամի, Արտյոմը ավելի ուշ է գալիս եթերից հետո,
արդեն չի ստացվում։ Միայն Միասին նստել եւ ընտրել, օրինակ։ Միայն շաբաթ-կիրակի օրերն են մնում, որ կարող ենք այդպես ավելի միասին նստել եւ ընտրել կամ նախաճաշել։ Իսկ Արտյոմին կարող ենք տեսնել երբեմն խոհանոցում։ Ոչ այդքան հաճախ, բայց Լինում են դեպքեր։ Լինում են դեպքեր։ Դե լավ, կարևորը լինում են դեպքեր։ Իսկ համեղ է պատրաստում։ Երբ լինում են այդպիսի դեպքեր։ Հա, շատ համեղ տապակած կարտոֆիլ է պատրաստում, երեխաները սիրում են եւ արդից օգտվում են, երբ որ ես տանը չեմ լինում ու ինքը պետք է պատրաստի։ Հենց կարտոֆիլն են խնդրում։ Կարտոֆիլ են նախընտրում։ Իսկ երեխաները երբևէ առաջարկել են քեզ օգնել խոհանոցում, որովհետև շատ հաճախ հատկապես թխվածքաբլիթներ պատրաստելը նրանց համար հետաքրքիր է այդ աժետաժը խոհանոցային։ Հա, մի տղաց Լեոն շատ է սիրում եւ շատ հաճախ իհարկե դա խոհանոցում հետո ավերածություններ են լինում, բայց ինքը սիրում է, ամեն անգամ գալիս ասում է մամա դուր ես խառնեմ, դուր ես պատրաստեմ, դու ասում եմ տաք է, ոչինչ ես զգուշ կլինեմ, զգուշ կլինեմ։ Ասում եմ լավ։ Այդպես մեկ-մեկ, հա, Լեոն ավելի շատ սիրում է այդպես խառնել, մանավանդ ինչ որ ձու կամ թխվածքի համար տենց խմորները խառնել, բան ավելի շատ է սիրում։ Մուշոն ավելի այսպես կարող է գալ մասնակցել կարտոֆիլը մաքրելիս կամ գազարը մաքրելիս, իրեն այդ process-ն է հետաքրքրում ավելի շատ։ Բայց ավելի լավ է երբեմն հանդուրժել այդ խառնաշփոթությունը, բայց երեխաների մասնակցությունը, այո, եւ նրանց հաճելի պահեր են լինում։ Իսկ աղցանի բաղադրիչները որոնք են։ Աղցանի հազարաթերթիկն է մառոլը, թթվասերը, սխտոր, մի քիչ շատ եւ ռոկֆոր պանիր։ Այդքան բարձ, եւ շատ հետաքրքիր համեղ։ Կփորձեք կտեսնեք, որ շատ համեղ է, որովհետեւ ինքը իր ապարզության մեջ շատ թեթև է ու շատ համեղ է։ Թթվասեր։ Իսկ դուք նախաճաշում եք։ Մանեն ոչ, մենք կարող ենք բարձրաձայն այսպես հստակ ասել, բայց ես պարտադիր նախաճաշում եմ եւ այո, նոր տանից դուրս գալիս։ Այդ առումով շատ նախանձելի է Լուսինեի գրաֆիկը։ Այդ պատճառով բոլորին դրա համար է ինձ հետաքրքիր, գիտես, միշտ բոլորին նախաճաշում են թե ոչ։ Իսկ ես միշտ հարցնում եմ հասկանալու համար, օրինակ եթե պատասխանում են այո, ասում ահա տես, եթե Յուլիան օրինակ հասցնում է նախաճաշել, Լուսինեն հասցնում է նախաճաշել, ուրեմն ես էլ կարող եմ։ Ամեն անգամ ինձ մոտիվացնում է։ Ոչ միայն հասցնելու խնդիրն է, այլ ցանկություն դա էլ սովորույթն է։ Հա, երևի, բայց գիտես ինչն է հետաքրքիր, որ գնում ես հանգստանալու, օրինակ ծով, դու առավոտ շուտ այսպես sense զարթնում ես, որովհետև դու ուզում ես նախաճաշել։ Ահա, տեսնում ես։ Կարող է երևի տեսականին է կամ համերի ինչ որ նորությունն է, որ դու նախընտրում ես, որ այսպես ուզում ես ոգևորված գնալ նախաճաշել, չէ՞, բաց չթողնել նախաճաշել։ Բայց իսկապես բոլոր այն մարդիկ, ովքեր տանը չեն նախաճաշում, պարտադիր հանգստի վայրերում տեսնում ես նրանց նախաճաշին այսպես ճիշտ ժամին, ես չես թողնում։ Պարտաճանաչ գնում եմ նախաճաշելու եւ իմ նախաճաշը ամենամեծ նախաճաշի դեպքում դա կրուասանն է սուրճի հետ։ Չէ, իմ դեպքում այսպես ես պարտադիր շատ sense առողջ գրքային նախաճաշ եմ սպիտակուցներով հարուստ, գիտեմ sense հա ինչ որ հացիկներ, ես պարտադիր sense լրիվ ինքը նախաճաշ է լինում էլի։ Բայց հիմա էլ այսպես սպիտակուցներով հարուստ եւ աղցանն էլ շատ առողջ, այսպես օրինակ է։ Մենք կարող ենք մինչև տապակվում է անցնենք աղցանին։ Այսպես ես ձեռքով եմ անելու, որովհետև ես հասկանում եմ, որովհետև նույնը ես եմ անում այդպես։ Իդեպ կանաչիները ես քիչ եմ հանդիպում, երբ կտրատում են ու շատ սիրում եմ աղցանների մեջ, երբ այսպես խոշոր են տերևները լինում։ Ճիշտ է լինում։ Չգիտեմ, Եվ ասում են, որ ավելի լավ է, քանի որ կտրատելու ժամանակ շեֆ խոհարարից եմ լսել, որ պետք է պարտադիր մանավանդ այս տարբերակը ձեռքով կտրատել աղցանի համար։ Յուլիա, իսկ որ ուտեստն է, որը իսկապես շատ է սիրում եւ շատ հաճախ պատրաստում ես ընտանիքի անդամների համար։ Բորշ, դա մեր այսպես արդեն դարձած ընտանեկան ճաշատեսակն է, որը նաև մեր ընկերներն են միշտ սիրում ասել, որ սկսվեց Յուլիայի բորշի սեզոնը։ Եվ ո՞րն է այդ բորշի սեզոնը, ձմեռը։ Դա ավելի ցուրտ ժամանակ։ Ավելի ցուրտ ժամանակ։ Բորշը
Սալանկան, ուզբեկական Փլափը, շատ եմ սիրում, պիլմենի եմ շատ սիրում, խմորային ուտեստներ, բոլորը շատ եմ սիրում։ Բայց պիլմենին դու ինքդ ես անում այդ խմորը։ Մեկ-մեկ ինքս եմ անում, բայց որովհետև դա ամենադժվար եւ երկար, այսպես ժամանակ խլող ուտեստն է։ Պինդ խմոր է ու շատ դժվար բացվող, մի քանի անգամ արել եմ, բայց հիմա արդեն մայրիկիս եմ դիմում այդ խմորի դեպքում։ Իմիջիայլոց խմորով բոլոր ուտեստները շատ եմ սիրում, ոչ քաղցր տարբերակները, այլ հենց խմորով պատրաստված տոկ ուտեստները։ Հա, այդ պիցաները, հա, պիցաներ, պիլմենիներ, խինկալի, բոլոր խմորային տեսակները, ինչ կա, ինչ հնարավոր է։ Իսկ կա ուտեստ, որ երբեք չես փորձի, կամ համ, որ երբեք քեզ հետաքրքիր չէ։ Կամ որևիցե կենթանու միս, որ օրինակ Մի քիչ ավելի չինական խոհանոցից եմ խուսափում, բայց ոչ այն կլասիկ խոհանոցը, որը նորմալ է, տարածված է։ հա։ Միացյալ Նահանգների չինական խոհանոցը ամբողջովին տարբերվում է իրական Չինաստանում մատուցվող այո ուտեստներից։ Բայց այդպես շատ ինչ ուզում եմ հիշեմ։ Ես խուսափում եի քյալա փորձելուց։ Եվ Ահա, դա տեղի ունեցել է փորձել է։ Գյումրեցի բարեկամները բերեցին հյուրասիրելու, ես այսպես իրեն շրջեցի թարս, որ չտեսնեմ իր դեմքը։ Հետո արդեն փորձեցի, ինձ ավելի շատ դուր եկավ վերևի շերտը, ինչքան հիշում եմ 7 տարբեր տեսակի միս կա։ Այդ հատվածում, գլխի հատվածում, ինչ կոպիկի։ 7 տարբեր համեր ունեն այդ տարբեր համեր ունեն, տարբեր պատրաստվածության աստիճանի։ Ինձ ավելի այդ տապակված վերևի հատվածը դուր եկավ։ Բայց այնպես չի, որ արդեն իսկ տապակված չէին, հա։ Մի քիչ ավելի հում է, թելիկների նման բացվում է, իհարկե լեզուն այլ, բայց լավ, հիշենք, որ այսօր առավոտ է դեռ, երջանցնենք բոլոր բուսակերների տրամադրությունը։ Եվ տեսնենք, թե ինչպես է հազարաթերթիկը կտրատումն է ձեռքով։ Մանր ձեռքով կտրատում։ Տեսնենք սա պատրաստ է։ Իսկ այս շրջանում, քանի որ թարմ կանաչիների շրջանն է, սիրում ես կանաչիներ պատրաստել, Յուլիա։ Կապ չունի ճաշել կամ տապակած տարբերակով։ Սիրում քանի որ նաև լոռիում եմ մեծացել որոշ ժամանակ, շատ մեծ սիրահար եմ կանաչիների եւ հում տեսակով եւ պատրաստված վիճակով տարբեր թխուկներ եմ պատրաստում խմորներով, խաչապուրիների տարբերակներով։ Երեխաներս էլ են սիրում, մի տղաս ահավոր շատ է սիրում, փոքր ժամանակից նավելուկ մնացած տարօրինակ բոլոր այդ ուտեստները, որ երեխաները չեն ոչ մի երեխա միգուցե չփորձի, բայց ինքը նախընտրում է, սիրում է։ Ու շատ ուրախ եմ, որ այս շրջանը սկսվում է, որովհետև արդեն sense ահավոր շատ եմ սիրում Շուշանի թթու, իմ ամենասիրելի թթուն է։ Անմահական թթու է։ Չենք մոռանում, որ այսօր առավոտ է։ Հիմա առավոտ է։ Խորը ուտելիքներ։ Նախաճաշ։ Բայց պատկերացնում ես Շուշա։ Օրինակ ինձ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է սև հաց եւ Շուշանի թթու վերջ։ Առավոտ նախաճաշի համար, ճիշտ է, հետո ստամոքսը բողոքի։ Բայց այդ բոլոր կանաչիները նաև կարող ենք նախաճաշին պատրաստել, ինչու ոչ։ Տապակել օրինակ ձվով։ Իհարկե, ամեն ինչ հնարավոր է։ Ամեն ինչ հնարավոր է, ամեն մարդ ունի իր նախասիրությունները եւ պետք չէ զարմանալ, օրինակ։ Բայց հետաքրքիր է Յուլիա, ինչ ռիթմից է բաղկացած քո օրը։ Մի փոքր նկարագրիր։ Ոյ, հիմա շատ ակտիվ։ Բավականին երկար ես հանգստացա երեխաներիս հետ մոտավորապես 6 տարի, ճիշտ է, ընթացքում նկարահանումներ եղան, բայց այսպես շատ пассив ավելի գրաֆիկ էր։ Հիմա ավելի ակտիվ է, այսպես առավոտ բացվում է եւ ես գնում եմ թատրոն, այնտեղ եմ լինում, հետո վերադարձել ես աշխատանքի։ Ավելի շատ վերադարձել եմ որպես զգեստների նկարիչ, զգեստների, այո, ներկայացումներում զգեստներ եմ անում։ Ինչ հետաքրքիր է։ Հա։ Հիմա իհարկե համոզում են, որ բեմել վերադառնամ, բայց տեսնենք ոնց կստացվի։ Չէ՞ որ սկսել ես հենց բեմով։ Հա, բեմով սկսել եմ, բայց դեռ այն ժամանակ էլ զբաղվել եմ զգեստներով, մանկական ներկայացումներում արել եմ, հետո որոշ ժամանակ
չէի անում, հիմա նորից վերադարձել եմ եւ բավականին այսպես հաջող զբաղվում եմ դրանով, շատ սիրում եմ, մեծ հաճույքով եմ անում, այսպես արդեն մեծ ներկայացումներ ենք անում եւ զգեստները ես եմ անում։ Եվ իրականում բավականին մեծ աշխատանք է անում զգեստների նկարիչը, ինչպես յուրաքանչյուր օղակ թատրոնում, որպեսզի ներկայացումը կայանա, ու շատ կարևոր է հենց նկարչի աշխատանքը կերպարը կերտելու հարցում, որովհետև մենք իհարկե տեսնում ենք ռեժիսորի աշխատանքը, դերասանի աշխատանքը, բայց եթե զգեստների նկարիչը այնպես չհասկանա եւ չփորձի ներկայացնել կերպարը, ինչպես ռեժիսորն է պատկերացրել, մենք իհարկե չենք ունենա այդ ընդհանուր նկարը, որը տեսնում ենք եւ այստեղ խանգարող հանգամանք կդառնա։ Ինչպես ես դու աշխատում որպես զգեստների նկարիչ, եւ որպես որպես հանդիսատես, երբ նստած ես լինում, առաջին հերթին հենց աչքը ծագում է ձևավորումը, հագուստների գույները։ Այ դա իմ ամենաառաջին խնդիրն էր, որովհետև երբեմն, երբ որ գնում ես ներկայացում ես նայում եւ դա նկատում ես, դու ոնց որ ուզում ես դա շտկել։ Դրա համար այսպես շատ դժվար աշխատանք է իրականում, ինքը շատ հետաքրքիր է, դու քո մտքում պատկերացնում ես, ստեղծագործում ես, բայց իրականում երբ որ բախվում ես այդ ամեն ինչի հետ, որ պետք է կտորները գտնես, հագուստները գտնես, ինչ որ ֆինանսական կտորների տեսականին այդքան մեծ չէ։ Այո, նաև ֆինանսական խնդիրներ կան, ինչպես գիտեք թատրոնում, բայց փորձում ենք դա այսպես ֆանտազիայի շնորհիվ, արագության ինչ որ բաներ հորինելու շնորհիվ ստեղծել եւ նաեւ բարդ է նույն ռեժիսորների հետ աշխատել, որովհետեւ երբեմն դու երբ որ ներկայացնում ես իրենք համաձայնությունը տալիս են, բայց փորձերի ընթացքում ուրիշ բարդույթներ են ստեղծվում, լույսի խնդիր է լինում, ինչ որ շարժումների խնդիր է լինում, որի դեպքում այդ զգեստը կարող է չաշխատել ընդհանրապես եւ փոխվում է։ Դրա համար Այս դեպքում կարծում եմ նաև դերասան լինելն է շատ օգնում, որովհետև փորձերի ընթացքում էլ արդեն պատկերացնում ես ինչն է օգնում, որ բարդությունների առաջ է կանգնելու արտիստը օգնում, երբ որ դու գիտես բեմում քեզ ինչն է խանգարում կամ ինչն է օգնում, արդեն դու նաև գիտես այդ զգեստը ստեղծելից, թե ինչպես դա ստեղծել եւ ինչի վրա ուշադրություն դարձնել, այո, որպեսզի ինքը դերասանին օգնի եւ չխանգարի։ Դրա համար երբ որ ես արդեն զգեստները պատրաստ են լինում, միշտ դերասանների հետ խոսում եմ, ասում դու պետք է զգաս ասես, դա հարմար է, հարմար չէ քո աշխատանքի համար, դու պետք է եթե փոխվում ես, դա արագության մեջ լինի եւ հարմար լինի քեզ, արագ արվի։ Այս դեպքում այո, դերասանի աշխատանքը շատ օգնում է ինձ հասկանալու, թե ինչպես Իհարկե վերջին ներկայացումները մի քիչ բարդ էին, որովհետև մասշտաբի մեծ ներկայացումներ էին եւ Սուրեն Շավերդյանի հետ էի աշխատում վերջի երկու ներկայացումը, իսկ ինքը մինչեւ վերջին օրը ներողություն, ոչինչ։ Մենք այս տարբերակով կանենք։ Հիմա մենք սխտորը գքեր են, մի քիչ շատ թեթև սխտոր ենք անում, կարող ենք նաեւ սխտորի փոշի անել, որպեսզի այսպես շատ սուր չլինի, մանավանդ հիմա արդեն նոր սխտորն է եւ ավելի թեթև տարբերակ է եւ առողջարար։ Այդքանը բավական է, հա, կարծում եմ։ Հա, շատ քիչ։ Բայց չենք կարող չհարցնել նաեւ, թե երբ քեզ կտեսնենք բեմում։ Հուսով եմ շուտով, արդեն կուլիսների ետևում արդեն իսկ պատկերացրեցինք աշխատանքդ, բայց նաև համոզված եմ, որ հանդիսատեսը կարոտել է քեզ տեսնել բեմում։ Կարծում եմ շուտով, տեսնենք հիմա արդեն նոր ներկայացում է բեմադրվում, Սուրեն Շավերդյանը Համլետ ներկայացումն է բեմադրում, մի քիչ փոփոխված ավելի տարբերակով։ Ռուսական թատրոնում։ Այո, ռուսական թատրոնում եւ այդտեղ երևի արդեն ես էլ հանդես կգամ, տեսնենք։ Ներգրավվածություն վախերս այսպես փորձեմ հաղթահարել, այո, որովհետև վաղուց բեմում չեմ եղել, բավականին երկար։ Պետք է փորձեմ ավելացնում ենք թթվասերը, այո։ Ով նախընտրում է մայոնեզ, կարող է նաև մայոնեզ ավելացնել կամ խառնել երկուսը միասին։ Բայց ավելի լավ է խուսափել մայոնեզից եւ օրինակ թթվասեր օգտագործել։ Կարելի է, եթե իհարկե գիտեք բաղադրատոմսը եւ կարող եք պատրաստել թարմ մայոնեզ, բնական բաղադրիչներից։ Ես հաճախ պատրաստում եմ մայոնեզ sense։ Եթե ունեք այդ ժամանակը, այո, կարող եք։ Այո։ Բայց հիմա արդեն ոչ մեկ ժամանակ չէ։
Ես կարծում եմ այս աղցանը պետք է անվանել թարմություն։ Գարնանային թարմություն։ Գարնանային թարմություն։ Գույնն էլ է չէ տրամադրում։ Ավելացնում ենք սև պղպեղ։ Կարող եք նաև այն պտտովի տարբերակով, որը ավելի թարմ սուր համ կտա, սև պղպեղը։ Աղը կարծում եմ ոչ շատ։ Դե հետո միշտ ավելացնելու տարբերակը կա։ Այո, որովհետև հետո պանիրել ենք ավելացնելու։ Այո, ես էի ուզում ասել, պանիրը կա։ Քանի որ ինքը այսպես աղ ունի, արդեն շատ հարկավոր չէ։ Եվ այսպես է։ Մնաց ամենակարևոր բաղադրիչը։ Քերիչով։ Ռոկֆոր պանիրը քերիչով ենք անցկացնում։ Ես նախապես դնում եմ սառնարան, որ ինքը մի քիչ ավելի սառը լինի, որ հեշտ ավելի քերվի, որովհետև ինքը ավելի փափուկ տարբերակ է։ Հա, ես պատկերացնում եմ պետք է կտրատել։ Ավելի այսպես քառակուսի։ Այ դա անում եմ ավելի գարգանզոլայով կամ ռոկֆորով, երբ որ նաև տանձ եմ անում, տապակած տանձ կամ ուղղակի տանձ եմ անում, շատ համեղ է ստացվում։ Դու արդեն պատկերացնում ես, չէ՞, թե ինչ համեղ են սնվում ընտանիքի անդամները։ Այո։ Երբ շատ խոհանոցում։ Մեկ որ ավելի թեթև բաներ են պատրաստում, արդեն զարմանում են, որովհետև շատ արդեն սովորել են, հա։ Այո։ Այսպես հետաքրքիր տարբերակների։ Եվ փոփոխված բաղադրատոմսերի։ Ահա, ես միշտ պետք է իմպրովիզներ սիրում։ Միայն դժգոհ են, որ ես թխվածք չեմ պատրաստում։ Դե լավ, ոչինչ։ Այդ մեկը կարելի է ներել, այսքան համեղ ուտեստներից հետո քաղցրը կարելի է արդեն դրսում վայելել։ Կամ արդեն իսկ պատրաստի գնել։ Ինչու ոչ։ Աղցանը պատրաստ է, հանում է արդեն հացիկները այսպես, համեղ։ Այսպես։ Քաղցր, դարչինով։ Վերջում Յուլիան եւս մեկ անգամ բոլոր բաղադրիչները կհիշացնի։ Բայց քանի դարչինը իմ սիրելին է, ես դա ֆիքսել եմ արդեն։ Ահա, հասկանալի է։ Նախաճաշը պատրաստ է։ Իդեպ մի քանի օր առաջ եթերում խոսում էինք նաև այն մասին, որ երբ խոհանոցում արդեն մեր հյուրերն են պատրաստում, հեռուստադիտողների համար էլ պարզ է, թե որքան արագ են պատրաստվում այս բաղադրատոմսերը եւ ինչքան քիչ բաղադրիչով կարելի է շատ հետաքրքիր նոր ուտեստի մի տարբերակ, աղցանի մի տարբերակ ստեղծել եւ զարմացնել ընտանիքի անդամներին ու սիրելիներին։ Այո, եթե տեսնում ես, ել ավելի հասկանալի է դառնում եւ հիշվող, այո։ Իհարկե, հիմա արդեն ժամանակը այնքան թանկ է եւ կարեւոր որ փորձում ես ամեն ինչը ավելի արագ փորձել անել։ Ես ոչ բոլորի վրա կանեմ։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք Յուլիա բաղադրիչները։ Այո, այսպես, ուրեմն գրենկի համար կաթ, ձու, մի քիչ շաքարավազ, դարչինով, եթե դարչին չեք նախընտրում ուղղակի շաքարավազ եւ մի քիչ աղ։ Բոլորը խառնում ենք, բագետ հացը։ Սպիտակ հաց ցանկալի է, որովհետեւ սպիտակ հացով ավելի համեղ է ստացվում։ Սպիտակ հացը թաթախում ենք այդ ամենի մեջ եւ տապակում ենք կարագով։ Հետո վերջում արդեն ըստ նախասիրության դուք ինչ սիրում եք, ավելացնում եք տարբեր համեր։ Աղցանի համար էլ հարկավոր էր հազար, սխտոր, փորձում ենք նաև հիշել մի թեթև, թթվասեր եւ ռոկֆոր պանիր, որը նախապես սառեցրել ենք քերելու համար։ Հիմա աղցանն էլ է պատրաստ ավելացնեմ եւ մատուցենք։ Նաև այս աղցանին կարող եք ավելացնել տանձ, դեղց, ելակ, որովհետեւ շատ հետաքրքիր է ստացվում այդ համադրությունը։ Ընդամենը մի քանի վայրկյան եւ մեր խոհանոցային սեղանը արդեն պատրաստ է նախաճաշը վայելելուն, որովհետեւ մատուցում ենք նաեւ աղցանը։ Ահա։ Ահա եւ վերջ, Յուլիա, պատրաստ է։
Այստեղ լավ է։ Ահա վերջնական տեսքը ուտեստների։ 2 ուտեստ 10 րոպեում։ Այո, ընդհանրապես պարզ, համեղ եւ իհարկե կարող է գոհացնել թե տան մեծահասակներին, աղցաննել, քաղցրնել Եվ ամենակարևորը փոքրիկներին։ Այո, շկատ, կակաո, թարմ կամացյուտ։ Յուլիա, մեզ մնում է ասել շնորհակալություն այս համեղ բաղադրատոմսերը ներկայացնելու համար եւ պատրաստելու։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ, շատ լավ առավոտ անցկացրեցինք միասին, կարծում եմ։ Շնորհակալ ենք անչափ, որ այս ժամանակը, չնայած շատ ծանրաբեռնված գրաֆիկի դու գտար եւ անցկացրեցիր մեզ հետ, սիրով սպասում ենք մեր տաղավարում, մեր խոհանոցում վայելելու նոր ու հետաքրքիր ուտեստներ քո պատրաստած տարբերակով։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ պետք է շտապենք փորձել այս ամենը, իսկ այս ընթացքում միասին կլսենք երաժշտություն։ Ես Դարչինի բույրը արդեն զգում եմ։